Գործարարալիքի եթերում դուք դիտում եք ռադիո առողջարան հաղորդումը, բարև ձեզ, ես Տաթև Նեմարաքերյան։ Այսօր հյուրընկալել եմ Լուսե վերականգնողական կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Կալստյանին։ Բարի կալուստ մեր տաղավար, շնորհակալություն, որ այստեղ եք։ Շնորհակալություն Տաթև ջան հրավերի համար։ Ուզում եմ մեր բոլոր ռադիոլսողների ու ռադիոդիտողների համար նախ ասեք, թե ինչով է զբաղվում Լուսեն, երբ է հիմնադրվել եւ ում համար է այն։ Լուսեն ներկայացնելիս անկախ ինձանից կարծես ժպիտ է գալիս, այո, լույս է ճառագում եւ կենտրոնն էլ է հենց այդպեսին, լույս է ճառագում 18 թվականից է սկսել գործել եւ իր գործունեության ընթացքում շուրջ 7 տարվա գործունեության ընթացքում 3000 երեխաների կյանքում փոքրիկ, բայց փոփոխություններ բերել է։ Երեխաներ են եղել, որոնք մեծ թռիչքային առաջընթաց են ունեցել, բայց ունեցել ենք իհարկե երեխաներ ու մոտ որ փոքրիկ դրական առաջընթաց են ունեցել եւ հենց դա եղել է մեր աշխատանքի հաղթանակը։ Այն որ ունենք փոփոխություն, այն էլ դրական, սա արդեն իսկ հաղթանակ է։ Այո։ Ովքեր են շահառուները։ Լուսե կենտրոն այցելում են այն երեխաները, բոլոր այն երեխաները, ովքեր ունեն որոշակի դժվարություններ, ունեն ճանաչված հաշմանդամություն կամ ճանաչված չէ հաշմանդամությունը, սակայն ծնողները գրանցում են, որ երեխայի մոտ որոշակի հետընթաց է կամ զարգացման դանդաղում է, հապաղում է, այդ դեպքում իրենք դիմում են եւ ստանում են այն ծառայությունները, որոնք որ նպաստում են երեխայի զարգացման եւ տարիքին համապատասխան զարգացմանը։ Մեր նախնական զրույցում դուք նշեցիք, որ այստեղ բոլոր օգնության տարբերակներն անվճար հիմունքներով են, որի մասին ուզում եմ ավելի հստակ ներկայացնել։ 7 տարիների ընթացքում մենք ունեցել ենք բարեգործ, բարերար կազմակերպություն եւ հիմնադիր կազմակերպություններ, որոնք մեզ օգնել են, որպիսի ծնողները անվճար հիմունքներով հաճախեն եւ ստանան երեխաների համար ապահովեն անհրաժեշտ ծառայությունները։ Ներկայումս կենտրոնը ինքնաֆինանսավորման քայլ է կատարել եւ կանգնած է այդ ինքնաֆինանսավորման ճանապարհին եւ դրամահավաքներ են կազմակերպում, որպեսզի կարողանանք սոցիալպես անապահով ընտանիքների համար շուրջ 300 երեխաների համար 25 թվականին ֆոնդեր ներգրավել եւ որպեսզի այս 300 երեխաները այս տարի ստանան իրենց հասանելիք անվճար ծառայությունները։ Ընդհանուր առմամբ երեխաները, ովքեր հաճախում են կենտրոն, միջինում 3 ծառայություն ստանում են, 2 կամ 3 ծառայություն եւ շաբաթական 2-3 անգամ հաճախելով կենտրոն իհարկե միայն այդ աշխատանքը բավարար չի եւ ծնողները, ընտանիքները տանը շարունակում են այն աշխատանքը, որը որ մասնագետը խորհուրդ է տվել շարունակել, այո, տնային աշխատանք են միշտ ունենում եւ միայն այս ծնողների հետ աշխատանքով մենք կարողանում ենք հասնել ցանկալի արդյունքի։ Մեկ երեխան կարող է մեկ անգամ լինել, թե պարբերաբար ըստ անհրաժեշտության կարող է գալ։ Այո, այս ընթացքում, այս 7 տարիների ընթացքում ունեցել ենք երեխաներ, ովքեր յուրաքանչյուր տարեկան 2 անգամ նույնիսկ հաճախել են կենտրոն, սակայն քանի որ ֆինանսական դժվարություն ունենք հիմա, այլևս նախկին գրանցված, նախկինում մեզ մոտ դրական առաջընթաց գրանցած երեխաներին ցավոք սրտի չենք կարողանում կանչել անվճար հիմունքներով եւ նաեւ ֆինանսական այս ֆոնդահայթայթման մեր մեխանիզմին նաև իհարկե ներդրել ենք վճարովի հիմունքներով ծառայությունների տարբերակը, մեխանիզմը, որպեսզի այն ծնողները, ովքեր կարող են վճարունակեն, կարողանան իրենց երեխաների համար ցանկալի ծառայությունները ապահովել։ Իսկ որոնք են այդ 3 միջինում, ինչպես ասացիք, 3 ծառայությունից են օգտվում, որոնք են այդ ծառայությունները։ Մենք փաթեթներ ունենք, մշակել ենք յուրաքանչյուր երեխայի ըստ երեխայի դժվարության, ունենք փաթեթներ, օրինակ ֆիզիկական, հենաշարժողական ապարատի դժվարություններ ունեցող երեխաների համար սովորաբար առաջարկում ենք ֆիզիոթերապիա, էրգոթերապիա, լոգոպեդական աշխատանք, որովհետև մեկը մյուսի հետ զուգակցված է գնում։ Բայց դրան զուգահեռ մենք ունենք իհարկե հոգեբանի, վարքային թերապիստի, արտ թերապիստի, նաև դեպի դպրոց նախագիծ ունենք, որտեղ դպրոցի նախապատրաստական աշխատանքներ են կան, որովհետև երևի գիտեք, Հայաստանում արդեն համընդհանուր ներառման է անցել մեր կրթական համակարգը եւ երեխաները, ովքեր պատրաստվում են դպրոց գնալ, իրենք ավելի պատրաստ են լինելու առաջին դասարանում համենայն դեպս իմ
հասկանալու են իրենցից ինչ է ակնկալում ուսուցիչը եւ ընկերները, կողքը նստած ընկերները։ Էլի մեր նախնական զրույցում դուք նշեցիք, որ նաև ունեք խնդիրներ, որոնց մասին ուզում եք բարձրաձայնել, եւ մենք էլ որպես լրատվական, ալիք, որպես առողջապահությունը, խնամքը կարևորող հաղորդում չենք կարող անտարբեր մնալ այն բոլոր խնդիրներին, որոնք որ առնչվում են մեր երեխաների առողջությանը։ Ուստի խնդրում եմ այդ մասին բարձրաձայնեք, ներկայացնեք, թե ինչ խնդրի առաջ է կանգնած Լուսեն։ Այո։ Լուսե կենտրոնը ներկայումս ունի բոլոր պայմանները, որպեսզի բարձրորակ ծառայություններ առաջարկի, ամբողջությամբ հագեցված է տեխնիկապես, ամբողջ դիդակտիկ ռեսուրսները ամբողջությամբ թարմացված, նորացված են եւ բոլորը շնորհիվ բոլոր են բարերարների, բարեգործների, դեսպանատների, ովքեր մեր կողքին են մշտապես եղել։ Միակ խնդիրը, որ մենք ունենք, դա ծառայությունների համար, պահպանման ծախսերի համար գումարն է։ Ներկայումս Re-Armenia հարթակով արդեն դրված է հարթակը բացված է եւ ընդունում ենք արդեն ֆոնդեր, մեծ կամ փոքր կապ չունի, ով ինչքան կկարողանա, այո, ով ինչքանով կկարողանա աջակցել եւ յուրաքանչյուր երեխայի համար, այսպես մոտավորապես միջինում 100,000 դրամի ամսական, մինչեւ 100,000 դրամի ներդրում է անհրաժեշտ, որպեսզի մեկ երեխա, սոցիալապես անապահով երեխա ստանա միջինում 2 կամ 3 ծառայություն եւ մեկ ամսվա ընթացքում ադապտացիայի փուլը անցնելով սկսի արդեն արդյունքներ գրանցել։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ այս պահին բոլոր նախադրյալները կան աշխատելու, բացի այն կարող ենք ասել կարևորը նաև խնդրի գումարն է, որը որ պետք է Լուսեն իսկապես որ աշխատավարձային ֆոնդը եւ իհարկե պահպանման, որպեսզի մենք կարողանանք ջերմությունը կենտրոնում ապահովել, կենցաղային հարցերը լուծել, մաքրությունը ապահովել եւ այլն։ Այո, բարեգործությունը ոչ միայն դրամական է, կարող է լինել ոչ միայն դրամական, մեզ հետ համագործակցությունից մենք նաև կարող ենք շահել ցանկացած գործընկերություն, որը մեզ կարող է առաջարկվել։ Մենք ընդունում ենք, մենք բաց ենք այն համագործակցությունների համար, որի ընթացքում եւ մենք եւ մեզ գործընկերություն առաջարկած կառույցը կարող է շահել, մենք կարող ենք համատեղ ծրագրեր իրականացնել, մենք ընդունում ենք կամավորական աշխատանք, մենք ընդունում ենք գիտելիք, եթե որևէ կառույց կարող է մեզ տալ որևէ գիտելիք, վերապատրաստումներ դրանք կարող են լինել ամենաթանկը, բնականաբար, այո, եւ մեր գործընկերները մեզ կարող են իհարկե իրենց գիտելիքը տալ, մենք էլ կարող ենք վերաբերմունք փոխել իրենց շրջապատում, որովհետեւ ոչ բոլորն են, որ շփվում են հաշմանդամություն ունեցող երեխաների մարդկանց հետ, չգիտեն ինչ խնդիրներ ունեն այս ընտանիքները, մենք կարող ենք իրենց տալ այն գիտելիքը, որը մենք ունենք, բայց սիրով ուզում ենք նաև ընդունել այն գիտելիքը, որի պակասը մենք ունենք։ Այսինքն կարող են նաև գործընկեր դառնալ այս ոլորտում մասնագիտացված բժիշկները, բժշկական հիմնարկները, ովքեր կարող են օգնել նաև երեխաներին բժշկական առումով։ Սա իդեալական տարբերակը կլինի, եթե մենք բժիշկների հետ կարողանանք համագործակցել։ Մենք բարբերաբար իհարկե հրավերներ կատարում ենք, մեզ մոտ այցելում են բժիշկները, երեխաներ եւ բժիշկներ եւ հոգեբուժներ գալիս են եւ իրենք սուպերվիզիոն այցելություններ են ունենում, բայց ոչ միայն բժշկական հաստատությունների մասին է խոսքը, հաղորդում ենք առաջինը դա մտածեցի։ Այո, բայց նաև կարող են լինել օրինակ ՏՏ ոլորտի գործընկերներ, ովքեր կարող են գալ եւ մեր թվայնացմանը օրինակ, հիմա կենտրոնը, Լուսե կենտրոնը նաև թվայնացման ուղղությամբ շատ լուրջ աշխատանքներ է տանում։ Մաքրման աշխատանքներով, այո, ցանկացած կազմակերպություն, ում կհետաքրքրի մեզ հետ համագործակցությունը։ Նաև այսպես կարող ենք այսպես շարադրել, միտքը ցանկացած մասնագետ կամ կազմակերպություն, ով անտարբեր չէ իր կողքին ապրող մարդու ճակատագրով, կարող է լինել Լուսեի գործընկերը եւ սա բնավ միայն ֆինանսական օժանդակության մասին չէ խոսքը։ Հրաշալի ձևակերպեցիք Տաթև ջան, այո։ Նույնիսկ ես օրինակ պատկերացրեցի նույնիսկ այդ երեխաների համար որոշակի թատերական ներկայացում ունենալը սա արդեն իսկ նաև օգնություն է։ Եթե մարդը կարող է այս կերպ օգնության ձեռք մեկնել, Լուսեի։ Սոցիալական պատասխանատվությունը կլինի յուրաքանչյուրի կանգնել կենտրոնի կողքին, ընտանիքի կողքին, եւ ես միշտ սիրում եմ ասել, որ մեր կենտրոնի այցելու ծնողները շատ մեծ առաքելություն ունեն իրենց ուսերին։ Եթե որևէ մեկը կգա այդ առաքելությունը ծնողի հետ կիսելու, ինքը շատ մեծ գործ
գործ արած կլինի մեր հասարակական վերաբերմունքը, հանրության վերաբերմունքը փոխելու։ Գիտեք, ես շատ հաճախ եմ լսում ծնողների կարծիքը, երբ իրենց տրանսպորտից իջեցնում են, որովհետև երեխան վատ է, այսպես ասած, վատ է պահում երեխան իրեն, լացում է, անհանգիստ է եւ սկսում են ծնողին դաստիարակել այն դեպքում, երբ պատկերացում անգամ չունեն, թե երեխան ինչ խնդիր ունի։ Եվ այդ ծնողը անընդհատ խնդիրների, դժվարությունների միջով գալիս է, հասնում է որևէ A-կետից մինչև B-կետ եւ ինքը այդ ընթացքում A-ից B-կետում ինքը դաստիարակում, կրթում, փոխում է մեր հասարակության վերաբերմունքը։ Իսկապես, ի վերջո նաև պետք չէ մոռանալ, որ ոչ մեկս ապահովագրված չենք, որ կարող է վաղը լուսեի, այսպես ասած, ծառայությունները պետք գալ մեզ կամ մեր հարազատներին, որովհետև միշտ չէ, որ օրինակ հաշմանդամությունը կամ սահմանափակ կարողությունները դրանք ի ծնե են, ի վերջո մենք ապրում ենք ոչ ապահովագրված աշխարհում, ժամանակներում եւ ցանկացած պահի կարող ենք Աստված չանի իհարկե, բայց եւ այնպես ոչ մեկս չենք կարող ասել, թե երբ կարող է լուսեն պետք գա որևէ մեկին։ Այո։ Ոստի մենք պետք է ունենանք լուսե, որ ամբողջությամբ պատրաստ է ընդունել շատ մարդկանց, շատ երեխաների։ Թող որ պետք չգան լուսեի ծառայությունները, բայց թող լուսեն պատրաստ լինի։ Այո, բնականաբար, այո։ Մինչև քանի տարեկանը կարող են լինել։ 0-ից մինչև 18 տարեկան մեր շահառուներն են։ Իհարկե վաղ միջամտությունը մենք ավելի ենք կարևորում, մինչև 5-6 տարեկան երեխաների դեպքում դինամիկան եւ մեր արած աշխատանքի միջամտության արդյունքը շատ ավելի լավն է լինում։ Դրանից հետո իհարկե բարձր տարիքի երեխաների համար ավելի շատ զբաղվածության ծրագրեր ենք փորձում իրականացնել, ավելի շատ, քան վերականգնողական ծառայություններ, բայց իհարկե վաղ միջամտությունը իր դերը շատ մեծ է ունենում։ Լինում են դեպքեր, երբ որևէ կերպ հնարավոր չի լինում դրական դինամիկա ունենալ։ Այդպիսի դեպքեր շատ է լինում, եթե երեխաները օրինակ, էպիլեպսիայի ցնցումներ են ունենում, բացակայություններ են ունենում, եթե երեխան 1 ամիս շարունակ հիվանդանում է, ջերմում է եւ ծառայություններ չի հաճախում, իհարկե 3 ամիսների ընթացքում է մեր միջամտությունը, տևողությունը մեր ծառայությունների, եթե օրինակ 1 ամիսը բաց թողեց, բնականաբար արդյունքը չի լինում, բայց այդպես ստատիստիկայել ենք հավաքել։ Կենտրոն հաճախող երեխաների մոտավորապես 70%-ը, 70 եւ ավելի տոկոսը այն նպատակները, որոնք որ մենք սահմանում ենք իրենց համար, իրենք հասնում են նպատակին։ 8% դեպքերում ձեր նշած դեպքերն են 8%-ը, երբ մենք շատ քիչ արդյունք կամ ընդհանրապես արդյունք չենք գրանցում։ Երեխան գալիս է, ծնողը գալիս է, անհատապես է որոշվում, թե ինչ պետք է արվի, թե ունենք որոշակի արդեն գծված ծրագրեր, որոնցից յուրաքանչյուրը հարմարեցվում է։ Մենք ստանդարտացված գործիք ենք օգտագործում, միջազգային գործիք է, որը նաև ազգային գործիք է հիմա դարձել Հայաստանում, ֆունկցիայի գնահատման, միջազգային գնահատման գործիքն է, FMD է կոչվում, այդպես հապավում է։ Մենք կիրառելով այդ գործիքը փորձում ենք հասկանալ, որոնք են այն ոլորտները, որտեղ երեխան դժվարություն ունի եւ ուժեղ կողմերը եւս հենվելով ուժեղ կողմերի վրա փորձում ենք թույլ կողմերը ավելի զարգացնել եւ երեխայի ուժեղ կողմը մեր կենտրոնում համարվում է այն քարը, հենման քարը, որի վրա մասնագետը պիտի հենվի եւ դա առաջ տանելով, ել ավելի զարգացնելով բարձրացնի այն բոլոր հմտությունները, որոնք որ լավ զարգացած չեն երեխայի մոտ եւ զարգացման կարիք ունեն։ Եվ յուրաքանչյուր երեխայի համար գծվում է իհարկե ծառայությունների այն շրջանակը, որոնք որ մենք կարողանում ենք տրամադրել, զուգահեռաբար, բայց չենք բացառում, որ օրինակ, եթե երեխան 3 ծառայություն է ստանում, 4-րդ մասնագետը պարբերաբար կարող է այցելել, տեսնել, խորհրդատվություն տրամադրել եւ միջմասնագիտական թիմային քննարկումները մեզ օգնում են, որպեսզի երեխան համակողմանի, բազմակողմանի աջակցություն ստանա։ Այսինքն, եթե այդ 3 դիցուք է, 3 ծառայություններն է ինքը ստանում, 4-րդ ծառայության մասնագետը մշտապես իրազեկված է լինում, թե տվյալ երեխայի մոտ օրինակ իր խորհրդատվությամբ ինչը կարող է փոխվել։ Եվ բազմամասնագիտական թիմը, եթե օրինակ աջ կողմն է, երեխայի զարգացման ենթակի տուժած,
արտ-թերապևտը աշխատանքի ընթացքում մշտապես աչքն է փորձում կիրառել տալ, կամ եթե ձախն է, ուրեմն ձախը, կամ գունաճանաչումը երեխայի մոտ լավ չէ, ենթադրենք, զարգացման, կամ մասնագետներից որևէ մեկը աշխատում է գունաճանաչման վրա, օրինակ հատուկ մանկավարժը, բոլոր մասնագետները գիտեն, որ երեխայի մոտ պետք է զարգացնել, ամրապնդել գունաճանաչումը, որպեսզի արդյունքը լինի նույն ուղղությամբ, ճիշտ ուղղությամբ գնա սահուն։ Մասնագետները ամեն մեկը իր համար նպատակ չի դնում։ Յուրաքանչյուրը իր համար իր մասնագիտության սահմանումն է դնում, սակայն դա պետք է լինի նույն ուղղության վրա, որպեսզի 3 ուղղությամբ չգնա, տարբեր ուղղությամբ եւ երեխան չդժվարանա։ Փորձում են նույն ուղղությամբ տարբեր մասնագիտական մոտեցումներով մոտենալ խնդրին։ Իսկ ծնողների հետ աշխատանք։ Դա ամենամեծ ու կարևոր խնդիրն է։ Դռները մենք ունենք այսպիսի մի կարևոր ընթացակարգ, անվանել ենք բաց դռների ընթացակարգ։ Եթե երեխաները չեն շեղվում, մասնագետները փորձում են բաց դռների հետևում աշխատել։ Եթե ամեն դեպքում աղմուկ է լինում, այցելուները շատ են լինում, դռները փակվում են, բայց ծնողը մշտապես ներկա է լինում մասնագետի հետ, երեխայի հետ աշխատանքին, որովհետև սա իր համար կրթական process է եւս, եւ մասնագետը խոսում է ծնողի հետ, խորհուրդներ է տալիս։ Մենք նաեւ մի այսպիսի մոտեցում էլ ունենք, մեր մասնագետներից մեկը 2 ամիս ինքն է աշխատում ծնողի ներկայությամբ, բայց նաեւ 3-րդ ամիսը պայմանավորվում են ի սկզբանե, որ 3-րդ ամսում ծնողը աշխատելու է որպես մասնագետ, մասնագետը նստելու է ծնողի դերում եւ հետևելու է, եւ հետո իրենք իրար հետ քննարկում են, թե ինչը ճիշտ արեցին, ինչը սխալ եղավ, ինչը այնպես չգնաց։ Եվ այսպես մեթոդական մոտեցումներ։ Դա դառնում է շարունակական երեխայի համար, որովհետև երբ որ էլ չի հաճախում կենտրոն, կարող է նաեւ ընտանիքում ծնողի հետ մեկտեղ։ Այո, յուրաքանչյուր երեխայի համար իր լավագույն մասնագետը ծնողն է։ Շատ լավ, ամփոփելով այսօրվա զրույցը խնդրում եմ նաև բոլոր նրանց, ովքեր հիմա մեզ դիտում կամ լսում են, ասացեք, թե ինչպես կարող են Լուսեի հետ կապ հաստատել, որպեսզի իրենց կողմից արդեն իսկ առանձնացված օգնությունը կարողանան տրամադրել։ Re-Armenia հարթակով անցնելիս կարող են գտնել մեր դրամահավաքը։ Մեր Facebook-յան էջը բավականին ակտիվ է եւ այստեղ եւս կարող եք մեզ դիմել, մեզ հետ կապ հաստատել։ Հեռախոսահամարը, որով կարող եք մեզ հետ կապ հաստատել 011 56 23 35։ Մենք մշտապես հասանելի ենք մեր Facebook-յան էջում, կարող եք գրել, ձեր դիտարկումները անել։ Մեզ համար յուրաքանչյուրի կարծիքը շատ կարևոր է, նույնիսկ կարող եք այսպես շատ լավ կոմենտ գրել, դրանից մենք ավելի ենք ողջևորվում։ Վստահ ենք, որ Լուսեն այո, սա էլ է օգնություն։ Վստահ ենք, որ Լուսեն հաղթահարելու է յուրաքանչյուրի օգնությամբ, հաղթահարելու է ֆինանսական այս ծանր վիճակը։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ, սիրելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ, եթե դուք էլ ուզում եք լինել Լուսեի կողքին, նշվեցին արդեն բոլոր այն հարթակներն ու կոնտակտները, որոնցով կարող եք կապ հաստատել, եւ ինչպես զրուցակիցս նշեց, նույնիսկ գեղեցիկ մեկ հաճախոսությունը, գուցե նաեւ առաջարկը կարող է իսկապես լինել օգնող Լուսեի համար։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Լուսե վերականգնողական կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Գալստյանն է։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, ցտեսություն։